Դե կարող է քամիները վառեն, գազը հավաքվում, սպիրտը այդ տագի բաները, քամիներն էլ կվառի, հողը բարակ շերտ լցնեն, քիչ լցնեն, բնականա որ կվառեինք իրան էլի։ Հիմա որ ասեմ դիտավորյալ վառեն ինչ կա, այդ դրա մեջ ոչ մի բան չկա, դիտավորյալություն չեմ կարծում որ եղնի էլի։ Բայց դե բնական միշտ էլ վառվում, առաջի անգամը չի։ Բայց ծանր է շնչել այդ օդը, վատը։ Ասելու չի։ Առավոտ տղես քաղաքը աշխատում գնում էր, ասում են մարախուղը խիտ ոնց է, լույսերով ենք անցել։ Էլ չեմ ասում, առավոտ շուտ ես ելել եմ, դուռը բացել եմ, տեսել եմ ամբողջ քաղաքի վրա ձուխ է։ Այդ բարձր կվարտիրան ներսը անտանելի, ոնց որ կոկորտս խեղդվում է արդեն, դուռը բացի, հնարավոր չի։ Այդ չբացես կիսլարոտ չկա, հիմա մարդ ենք, բացում ենք, թունավորվում ենք։ Այդպես շատ ահրելի վատ վիճակ է, էլի, ինչքան կարան մեղք են ժողովուրդը, էդի մենակ Նուբարաշերին չի վերաբերում, ամբողջ Երևանի սրճանը Բութանյայով, մինչև քաղաքի կենտրոն հասնում է այդ ձուխը։ Այդ ձուխն էլ թույն է, այն ձուխը չի, էլի որ ցախի ձուխը, մուխը, ասենք տերևների մուխն է, ոչինչ, բայց տանտանելի թույն է ուղղակի։ Այդ աշճանի թողնել չի կարելի։ Տեղը տանենք ցույց տանք, տեղափոխելը ինչքան մի դժվար բան է, 10 հատ ավտոն մի հատ էլ տուն պետք է սարքեն, որ պահակը մնա։ Այդ ինչքան մի դժվար բան է, որ չեն արագացնում, էլի։ Չեմ անում, ինչ որ մեկը շահագրգիր է դրա բիզնեսի մեջ, դրա համար թողում է մնան։ Չի կարելի ժողովրդին արհամարել բողոքը, ես 100 տարի է բողոքում ենք, մեղք են։ Այդ ճանապարհորդները, որ ավտոբուսով գնում են, գալիս են, լուսամուտը չբացեն, որ ցնչելով գնան կան, էլի ընդեղից անցնել չի լում։